Ողջույն բարեկամներ, մենք խոսենք այն իրադարձությունների և նորությունների մասին, որոնք ես չեմ հասցրել անցած շաբաթում անդրադառնալ։ Դրանք շատ չեն, այսօրվա հաղորդումը կարող է երկար չլինի, ինչպես սովորաբար, ես ձեզ ուզում եմ խնայեմ, որ դուք ավելի քիչ ժամանակ կորցնեք այս հաղորդումների վրա, որտեղ հաճախ կարդում եմ, որ ասում եք կրճատեք ժամանակը։ Այսօրվա հաղորդումը երևի հենց կլինի այդ ստանդարտների մեջ։ Եվ այսպես, քանի որ շատ է քարոզվում ամենայն լրջությամբ քարոզում է այդ խաղաղություն կոչվածը, որը չգիտես ով է հասել, չգիտես ում հետ է հասել եւ ժողովրդին համոզում են, որ Ժորժ ջան, այս կարգավիճակը քո համար այն կարգավիճակն է, որ դու ամբողջ կյանքում երազել ես։ Այ մենք տես ամեն ինչ ապահովել ենք, մեքենան կա, ցախը կողքն է, կացինը կողքն է, այն ամանն էլ կա, որտեղ հետագայում կիրականացվի իրադարձությունը, մատաղը, հա, սա հենց այն խաղաղությունն է, որին դու ձգտել ես քո ամբողջ կյանքով, եւ մենք, ճակերտավորում ասում, բերել ենք քեզ այդ վիճակին, դու սրա համար դեռ մեզ պետքա շնորհակալ լինես։ Փառք Աստծո, մեծ մասաների վրա այս քարոզությունը այդքան էլ չի ազդում, բայց կա մասա, մոտ 10-15%, որոնք լրիվ կոմֆորտի մեջ են այս իրավիճակի հետ։ Այս նկարը հատուկ իրենց համար է։ Մի դաժան փաստի մասին եմ ես ուզում ձեզ տեղեկացնել, որ իսկ հաստուղներն են ասում, մարդիկ կամ 1 տարի առաջ նույնիսկ պարտքով հաց են վերցրել, մինչև այսօր չեն կարողանում փողը փակել։ Սա մյուս ծայրահեղությունն է, սա խաղաղության հետ կապ չունի, սա քաղաքականության հետ կապ չունի, սա այդ քաղաքականության հետևանքն է։ Ծայրահեղ աղքատություն, մյուս կողմից ծայրահեղ աղքատություն, իսկ մյուս կողմից ծայրահեղ կոռուպցիա։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այդ ծայրահեղ կոռուպցիան դա, այսինքն աղքատությունը ծայրահեղ կոռուպցիայի հետևանքն է։ Եթե մենք երկրում ունենք Փաշինյան Նիկոլ, որը խոսք է տալի մի քանի տասնյակ հազար կառավարության անդամների համար նոր քաղաք կառուցի, որպես բնակարաններ հատկացնի, որպես կաշառք, որպես կոռուպցիա, դա որպես հետևանք լինելու է սա մարդիկ հացը նույնիսկ պարտքով են տանում։ Հիմա երևի ինձ կասեն, դե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ երևի ամեն ինչը կար այս աստիճանի, այս աստիճանի չէր, ժողովուրդ ջան, աղքատության, ծայրահեղ աղքատության տոկոսները անհամեմատ ավելի շատ են աճել են, քան երբևէ եղել է Հայաստանում։ Սա հլուգում արեք առնվազն 100,000 Արցախի փախստականներ Հայաստանի տարածքում եւ մոտավորապես մենք կհասկանանք ինչ է նշանակում այս տոնախմբությունը, այս ֆեստիվալները, այս տոնակատարությունները չվերջացող Հայաստանում։ Մյուս կողմից ծայրահեղ աղքատություն, սոված մարդիկ, մյուս կողմից մսխվող պետական բյուջե։ Սա ուղիղ համեմատական է եւ մեծ բազմազավակ ընտանիքի հայրը որոշում է բյուջեի ծախսման ձևը, որը գնում է իր քեֆերին, ռեստորանում հաց ուտելուն, մի խոսքով, ճանապարհորդությանը, երբ տան մեջ կան սոված մարդիկ։ Եթե նման ընտանիքին կարելի ասել բարոյական ընտանիք եւ նման ընտանիքի հորը կարելի է կոչել ընտանիքի հայր, ուրեմն Փաշինյան Նիկոլն էլ վարչապետ է եւ իր կառավարությունն էլ դա կառավարություն է։ Իսկ իմ կարծիքով իրանք բոլորը հանցագործներ են։ Որ կողմից ուզում եք նայեք, ուզում եք պատերազմով նայեք, ուզում եք բարոյական տեսակետից նայեք, ուզում եք օրենսդրական տեսակետից նայեք, սրանք չեն անցնում ոչ մի ստանդարտով։ Ես աշխատում էի չանդրադառնալ, այսինքն ոչ թե չանդրադառնալ, իմ համար սա ակտուալ թեմա չէր, մասնավորապես Սամվել Կարապետյանի, Կարեն Կարապետյանի հետ ասոցացվող այս միջոցառումները չասեմ, այս ընտրարշավը, որը արդեն նախաձեռնված է, որի պաշտոնական մեկնարկը տվեց Ռոբերտ Քոչարյանը իր հայտնի ասուլիսում։ Ես սա նայել եմ ուղղակի դե որպես հերթական
տեղեկատվական աղմուկ։ Ու երբեք ոչ քննադատել եմ, հակառակից Կարեն Կարապետյանին այսօր համարում եմ քաղբանտարկյալ, որը նստած է անօրինական։ Անօրինական եւ ոչ միայն ինքը։ Բոլոր նրանք այսօր ովքեր դատարանի որոշմամբ բանտարկյալ են եւ նույն դատարանի որոշումը առնվազն կառավարությունը, նրանք համարվում են փաստացի այս պահից անօրինական կալանավորվածներ, որովհետեւ չի կարող նույն դատարանը որոշում կայացնել, որը պարտադիր է իրականացնելու համար, եւ նույն դատարանը որոշում կայացնի, որը պարտադիր չի իրականացնելու համար եւ կարող խախտի կառավարությունը։ Բայց սա դնենք մի կողմ, հիմա գանք քաղաքական դաշտ։ Եթե դուք հիշում եք ընդամենը 3 օր առաջ մոտավորապես կամ 4 էականչի Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ հիմնական ընտրությունը լինելու է իր Նիկոլ Փաշինյանի, Կարեն Կարապետյանի եւ Արման Թաթոյանի միջև։ Կարծես քաղաքական դաշտում ուրիշ ոչ մեկ չկար եւ Ռոբերտ Քոչարյանը վերցրեց ու հայտարարեց։ Ես դա ուղղակի ընկալեցի որպեսի սրտի ցանկություն, այն ինչ որ ի սկզբանե ասել է Փաշինյան Նիկոլը եւ այստեղ էլ իրանք իրար հետ համաձայն են, մատերիալանքով այդ ամեն ինչի նայ միջև այսօր աչքիս ընկավ այս հարցազրույցը, որ մի պահ ուզում եմ մենք իրար հետ նայենք ուղղակի։ Դուք մարդիկ եք, որոնք գործունեություն ծավալել Ռուսաստանում, կապեր ունեք Կրեմլի հետ, իսկ մենք Կրեմլի Ռուսաստանի նկատմամբ ունենք սպეციფიկ վերաբերմունք, զգուշանում ենք Ռուսաստանի միջամտությունից եւ այդ մեր ձևով կարող է նաեւ ընկալվել որպես ռուսական միջամտություն, Կրեմլի միջամտություն, KGB-ի միջամտություն եւ սպառնալիք մեր ինքնիշխանությանը։ Եկեք պատասխանենք հարցերին, շատ լավ հարցեր, հերթով գանք։ Առաջինը, արդյոք ռուսական լավ վերաբերմունքը Ռուսաստանի կողմից եւ լավ դաշնակիցները մեզ օգուտ են թե վնաս։ Ես հաստատ կանգնացնել եմ, որովհետեւ ես այդ հաղորդում անելու հնարավորություն չունեմ, այս պահից արդեն շատ բանապարզին համար երևի ցանկություններ չկա առանձնապես։ Միանգամից ասեմ Նարեկ Կարապետյանին, ես իա տնտեսական մասով խոսակցությունը լսեցի, հա, մարդը տիրապետում է ինչ որ չափով թեմային, կարող լինի հետաքրքիր զրուցակից, բայց քաղաքական առումով ինչ է նշանակում լավ դաշնակից։ Դաշնակիցը կամ դաշնակիցը կամ դաշնակից չի։ Ռուսաստանը լավ դաշնակից Հայաստանի ամենևին երբեք ձեր բառերով եմ ասում լավ դաշնակից, երբեք չի եղել, որովհետև լավ դաշնակիցը սահմանվում է դաշնակցային պարտավորությունները կատարելով։ Սկսենք այդտեղից, եթե դուք որոշել եք քաղաքական դաշտ մտնել, պետք է հստակ իմանալ ինչ է նշանակում դաշնակից։ Միանգամից արձանագրեմ Ռուսաստանը ձեր պատկերացումով լավ դաշնակից չի, որովհետև չի իրականացել, հրաժարվել է իրականացնել իր դաշնակցային պարտականությունները։ Մենք գնանք առաջ։ Արդյոք սխալ չէ այսօր, որ մեր հիմնական դաշնակիցներից մեկին, մեր պոտենցիալ ամենամեծ դաշնակցին, մեր թշնամին մեր ձեռքից տարավ։ Երևի այսքան նկատելով դաշնակիցներից մեկին, պոտենցիալ ամենալավ դաշնակցին, երևի նկատում էր Ռուսաստանին, որը մեր թշնամին մեզանից տարավ։ Երևի նկատում էր Ադրբեջանը կամ Թուրքիան, որ Ռուսաստանից մեզանից տարան։ Նորից Նարեկ Կարապետյան, եթե ինքը դաշնակից է, ինքը աղջիկ չի, որ մեկի վրից ստանեն, հա։ Եթե դուք այդ պատկերացումներով եք նայում դաշնակցային հարաբերություններին, ուրեմն ինքը արդեն լավ դաշնակից չի։ Եթե մեկը թշնամին կարող է դաշնակցին տանի, ինքը արդեն դաշնակից չի։ Ինքը ձեր պատկերացած պրոստիտուտ կեկից է, կուրտիզան կեկից, որին կարելի է մեկի վրայից տանել։ Նույնիսկ եմ ասում, ես չէի անդրադառնա այս հաղորդմանը, եթե ասենք այս ընտրարշավը մասշտաբներով, որի մասին իհարկե առանձին նյութեր ցույց կտամ, եթե չլիներ, գնանք առաջ։ Ավելի ինչ որ этап, ավելի սերտ հարաբերություններ կարողացավ հաստատել, որտեղ դաշնակիցը մեզ դավաճանեց։ Ինչպես։ Ավելի սերտ հարաբերություններ հա, հաստորեն Ադրբեջանի հետ իրար սերտ դաշնակցային հարաբերությունը եղել է շատ վաղուց, Նարեկ, շատ վաղուց, 2007 թվականից, թե 6 նույնիսկ, երբ որ Ռուսաստանը սկսեց զենք վաճառել միանգամից 5 միլիարդի պայմանագիր Ադրբեջանին։ Ու այդ ամբողջը հարձակողական զենք է։ Ու ամբողջ ռուսական մեդիան,
հայկական մեդիան, ռուսական շայրը սպասարկող, ձեզ լավ ծանոթ մեդիաներն ու գործիչները պնդում էին, որ այդ զենքը Հայաստանի դեմ չի գործածվելու, դա Ռուսաստանի բիզնեսն է։ Չկատարեց դաշնակցային պարտավորությունները, երբ որ հարձակվել էին Հայաստանի վրա։ Այո, իսկ կար էտապ, որ մեր դաշնակիցը պահեց Արցախը։ Լսեցիք, իսկ կար էտապ, որ մեր դաշնակիցը պահեց Արցախը։ Չէ։ Չէ, Նարեկ Կարապետյան։ Դաշնակիցը նույնիսկ Արցախը ճանաչում էր, միշտ պնդել է, որ դա Ադրբեջանն է։ Չի եղել նման էտապ, որ նա ճանաչի պահի Արցախը։ Հակառակ ասում էր Արցախում ինչ որ կատարվում է, դա իմ գործը չի։ Նույնիսկ Արցախը ինքը չպահեց այն ժամանակ, երբ որ արցախցին այդքան բանից հետո աղոհացով իրան դիմավորեց, տվեց իրան ամեն ինչ, իր անվտանգությունը վստահեց իրան, իր միջանցքը կապող Հայաստանի հետ տարածքը տվեց Ռուսաստանին, որ նա պահի։ Չպահեց։ Տեսնեք էլ ինչ ասում։ Չթողեց Ստեփանակերտը գրավեն, թողեց Հայաստանի նկատմամբ ագրեսիան ընթեթել։ Չթողեց Ստեփանակերտը գրավեն, չթողեց Հայաստանի վրա ագրեսիա լինի, ոչ Նարեկ տեսման չկա։ Ոչ ես էլ ասում եմ։ Ինք այդ լծակները չունել, որ թողեր Արցախը գրավեն, Ստեփանակերտը գրավեն, կամ չգրավեն, կամ Հայաստանի վրա ագրեսիա չանի Ադրբեջանը, հակառակ։ Ադրբեջանը Հայաստանի վրա ագրեսիա է իրականացել բացառապես ռուսների օգնությամբ։ Օրինակի համար էլ ասեմ, երբ որ Սոտքում իրանք էին, հարձակումից 6 ժամ առաջ ռուսական զորքերը դուրս եկան տարածքից, որ ռմբակոծվի Սոտքը։ Զորամասով համվերց։ Ոչ, Նարեկ Կարապետյան, սուտ եք, կստում եք փաստացի։ Մենք առաջ։ Այնպես բան չի եղել։ 2020 թվականին կար էտապ, Ռուսաստանի շնորհիվ էր։ կարծում եք, եկեք այսպես մտածենք։ Ձեր կարծիքով, եթե Ռուսաստանը չլիներ, Շուշիից Ստեփանակերտ իջնելը, ինչքան կտևեր։ Օ լալա։ Փաստորեն Շուշի արդեն ադրբեջանցի Շուշիում էր եւ ռուսը փրկեց, որ թուրքը Շուշիից չիջավ Ստեփանակերտ։ Այս հարցին ուղղակի բաց ինֆորմացիա տամ ու անցնեմ իմ հիմնական գործին։ Ոչ, Նարեկ Կարապետյան, Շուշիում թուրք չի եղել, Շուշին թուրքա մտել ռուսների օգնությամբ, երբ որ հայկական զորքը հանվել է այնտեղից։ Մի մասին գնդակարելով, մի մասին ուղղակի ստիպողաբար։ Այդ ուրիշ բան ասեմ ավելի։ Կարենտակ գյուրի տղեկին նույնիսկ զենք չէին տալի, որ նրանք կռվեին, միջև իրենք դուրս կգային ստիպված։ Այդ չեմ ասում ռմբակոծումը։ Հայերի կողմից են Շուշի։ Ես չգիտեմ, Նարեկ Կարապետյան, դուք այս ամեն ինչը իմանալով եք ստում, որպեսզի արդարացնեք ռուսների հանցագործությունները, որպեսզի ներկայացնեք, որ ռուսը ամեն դեպքում են դաշնակիցնա, որ մեզ պետք է։ Այսինքն այն ինչ որ սկսել եք ինչը հարթումը հենց այդ բանը կոնտեքստի մեջ անել։ Սա չիմանալու արդյունքա, թե սա դիտավորություն է։ Եթե չիմանալու արդյունքա, ես արդեն ասացի, դրեք 10 անգամ հետո առաջ տվեք, ու ձեր կողքի շրջապատում ով կա, հարցրեք, այս փաստը ինչ որ ես ասում եմ, ճիշտ է թե չէ։ Ընդունում եմ, որ սա չգիտեիք ուղղակի։ Ու ռուսը չէր կարող կանխել Թուրքին, որ նա չմտնի Ստեփանակերտ։ Դե ասում ռուսն ինքը մցրեց Թուրքին Շուշի։ Եվ ճանապարհներ տվեց Թուրքին։ Ասեց ես եմ տարածքում, մի անհանգստացեք, սա իմ կոնտրոլի տակ է։ Թողեք թե չանհանգստացեմ։ Հետո դրեց այդ ճանապարհներ փակեց, ասեց ռեսուրս չունեմ, որ բացեմ այս ակտիվիստներից։ Ակտիվիստները դուբլոն կեքով բանով էկո ակտիվիստներ եկան ու փակեցին հենց այդ ճանապարհը, որը ռուսների պաշտպանության տակն է։ Ինքն են վերցրել իր վրա։ Այդտեղ հայ բանվորներ գնդակահարեցին հենց իրանց հսկողության տակ, որ աշխատանքներ էր իրականացնում։ 4 հոգի ռուսները հատ գյուղ առ գյուղ հանձնում էին թուրքերին։ Սա փաստեր է։ Ռուսները չեն թողում Արցախի պաշտպանության բանակին նոր պաշտպանական գծեր կառուցել,
իրենք էին պայթեցնում, ոչ թե չեն թողում, իրենք էլ պայթեցնում էին։ Ռուսները չէին թողում ոչ մի բեռ անգամ առանց իրանց մաքսատուրքի, որ նալոգ էին դրել ամեն մեքենայի վրա $13,000, որ հանկարծ մտնի Արցախ։ Սնունդ։ Եթե հիացական դեմքով ինքնավստահ դուք ձեր ամենօրվա վիճակն է ստելու ժամանակ, ես չեմ ճանաչում, ես չեմ կարող ասել, առաջին անգամը ուղղակի ես ասում եմ ինչն է ճիշտ, ինչն է սուտ։ Հաջորդ անգամ իհարկե վերաբերմունքը կլինի այլ, բայց այսօր ես կանոն եզրափակենք։ Դե ընդհանրապես 10 կիլոմետր չի։ Ով ինչ ուժ կարող էր հավասարակշռել Ադրբեջանին։ Մի բան կա, որ դուք ճիշտ եք ասում, կամ ճիշտ եք մտածում։ Միակողմանի արտաքին քաղաքականությունը շատ վնասակար է։ Այսինքն, երբ որ դու հույսը դնում ես մենակ մի երկրի վրա, անգամ եթե այդ երկիրը Ռուսաստանն է, ես պարզ ասում եմ, դա սխալ քաղաքականություն է։ Ռուսաստանը Օմեր Սիուն աշկերի համար դա չի արել։ Ուղղակի ուզում եմ մտցնել իր խաղապահներին։ Ռուսաստանը դա անում է։ Առաքելություն, որը ցախողվեց, հիշենք խնածախի դեպքերը, հիշենք գերին գած 60-ից ավել գյումրեցիներին, հիշենք ադրբեջանական ձեր ասածը իմ ասածի շարունակությունն է։ Եվ ի վերջո ադրբեջանցիների հաղթական մուտքը Ստեփանակերտ։ Ձեր ասածը իմ ասածի շարունակությունն է։ Դե թող Ինչքան մեր դաշնակիցները ուժեղ լինեն, մի դաշնակցով դու չես կարող քո անկախությունը ապավել։ Այստեղ ես պաուզա եմ տալիս, վերջը, ընդունելով, որ ինքը սխալ է ինֆորմացված եղել, հա, ու այնուամենայնիվ ինք իրան հերքում է, որ այո, Հայաստանը երևի մի դաշնակցից ավել պետք է ունենա, բայց սկիզբը գլխավոր, միակ, ամենալավ, դրանք թույլ արգումենտներ է եւ ոչ մի բանով չարդարացված։ Ուղղակի ես այս բանը հաղթարշավը որ նայում եմ, լնայք, սա Սամվել Կարապետյանի հայ անունը չգցելու Նարեկ Կարապետյանի բանն է, միջոցառումն է, հա, մեծ ձևով, նայեք, դարիճը, մասնակցության չափը, Բարև ձեզ, լավ եք։ Ես քաղաքական եւ ոչ մի ձևի գնահատական ասում, նորից չէի տա, ընտրաշավա, նույնիսկ եթե իմ կողմից ոչ մի վստահություն չվայելող ռուսական թերն այս ամեն ինչ անում, դեմքերն եմ գիտեմ ովքեր են, հա, էլի ոչ մի ձև չէի անդրադառնալ սրան, որովհետև իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում առայժմ իրավունք ունեն գործել բոլոր կուսակցությունները կան շարժումները, որ կան, եւ ստեղծվեն նոր շարժումներ, ինչ եմ ասում առայժմ, որովհետև հետագայում անպայման դա կկարգավորվի պարզ լյուստրացիայով, հա, երբ որ կլինի լյուստրացիա, այն ժամանակ արդեն ինքնաբերաբար կմասնակցեն այն շարժումներն ու կուսակցությունները, որոնք չեն ծառայում օտար երկրներին։ Ցանկացած օտար երկրի, դե կարևոր չի, պարտադիր չի լինի միակ Ռուսաստանը։ Բայց քանի որ դա չկա, ես ընդունում եմ, որ իրանք էլ իրենց ձևով մասնակցելու իրավունք ունեն։ Բայց պայմանս մեկն է, Արեգ Կարապետյան, եւ ցանկացած մեկ է։ Չեմ հանդուրժելու սուտը։ Ես ուղղակի չեմ հանդուրժում սուտը։ Ես կարող եմ լսել ցանկացած կարծիք, որը հակառակ է գնում իմ կարծիքի հետ։ Բայց ես սուտը չեմ կարող հատնել։ Եթե դուք ասեք Հայաստան պետք է ունենա 10 դաշնակից, իսկ ասեմ գուցե։ Եթե դուք ասեք, որ Հայաստանը կարող է ավելի հզոր լինի կամ չգիտեմ ինչ ուզում լինի, որը էլի իմ կարծիքի հակառակ կարող է լինի, չենց հզոր լինել իմ կարծիքին հակառակ։ Ես կարող եմ ընդունել։ Ամեն ինչ պատրաստ եմ լսել, քննարկել, բացի ստից։ Այն ամբողջ հատվածը, որ ես կանգնացրեցի եւ հատած պատասխանեցի, դա մի բանի մասին էր, որ այն ինչ որ բերվեց որպես արգումենտ, սուտ է։ Հուսով եմ, եթե դուք որոշել եք մտնել քաղաքական դաշտ, հա, ես ենթադրում եմ, որ դուք ուզում եք մտնել քաղաքական դաշտ, եւ ձեր տարիքն է ներում եւ ֆինանսական ռեսուրսները եւ այն մեդիա ռեսուրսները, որոնք կանգնած է ձեր թիկունքում։ Ես վստահ եմ, որ դուք մտնելու եք, հա, այս դիզայնը մոտարապես դրա համար է։ Այն ինչ որ հիմա անում է։ Պայմանավորվում եք։ Մտնում եք քաղաքական դաշտ առանց կեղծելու փաստերը։ Ի վերջո դուք երիտասարդ եք, դուք պետք է տարբերվեք Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից,
Այդ ամբողջ ռուսական թևից, որոնք կարող են նայել աչքերի մեջ ու ասել, «Սս լկտի սուտ, ոնց որ Փաշինյան Նիկոլը, պետք չի Փաշինյան Նիկոլից նեղանալ, եթե մենք էլ նույն բանը պետք է անենք»։ Չէ, եթե նույն բանն ենք անելու, այդ ինչ տարբերություն է անում էլի։ Որպես երիտասարդ գործիչ, արդեն գործիչ, հա, մարդ որ մտել է պայքարի մեջ եւ սա ձեռքերի վրա իրան տանում են հասկանալի պատճառներով, ուրեմն ալեք սահմանենք նոր խաղի կանոններ։ Նոր բացառում ենք սուտը։ Այն ժամանակ մեզանից ոչ մեկից չի ներառում։ Այսքան եմ ուզում այդ մասին ասել, եւ մեկ էլ էսի որ տեսա, այս նկարներ որ տեսա, որ աճեմնողնուն միանում է մեր ձևով շարժմանը, մի անգամից աչքիս առաջ եկավ 18 թիվը, հիշում եք 18 թվի ամառը, որ քայլիսներն էլ էս նույն տնուկը արեցին, որ իրենց տնտեսական ծրագրին միանում է Աճեմօղլուն տեղյակ էլ չեն, որ իրան արդեն միացել են ծրագրին, ու Աճեմօղլուն ինչքան էլ ուզում է ինքը լավ ծիարեցի կլինի, տնտեսագետ, լավ գրքեր գրի, չի նշանակում, որ ինքը եթե եկավ, ուրեմն մի անգամից ամեն ինչ փոխվելու է։ Նախ որ կգա կօգնի դրա համար ժամանակ կգտնի, ես շատ կասկածում եմ, հա, իմանալով մոտարապես իր նախընտրություններն ու գրաֆիկը։ Երկրորդը, որպեսզի իր թեորիաները ցանկացած երկրում սկսեն աշխատել, այդտեղ համակարգ է պետք։ Հայաստանը չունի այն համակարգը, որը իր առաջարկած ծրագրերը կարող է իրականացնել։ Դուք պատկերացնում եք, ասեք ինքը բերելու է Ստրադիվարի ջութակը տա մեկի ձեռքը, որը քյամանչի մասնագետ է։ Մասնագետը չի։ Քյամանչայա տեսել ոնց են նվագում։ Չի նվագում է, տեսել է ոնց են նվագում, բայց բերում ձեռը տալիս ես Ստրադիվարի, ասում ես, այ Ստրադիվարիա, դու պիտի նվագես, եւ քո նվագածն այս որակի պետք է հնչի։ Ոչ, եթե չկա տակի համակարգը, որը կարող է իրականացնել, Աճեմօղլու չէ, ուզում է լինի, ոչ իմ չի կարող։ Նախ համակարգը պետք է, հա, ստեղծվի։ Ես չգիտեմ, սա ձեր արած քայլն է, հա, թե սա ուղղակի, գիտեք, չէ, միշտ լինում են Հռոմի պապուց կաթոլիկներ միշտ լինում են, հա, որ աշխատում են ծառայություններ մատուցել ու սկսում են այս կարգի հիմարություններ տարածել, էլի։ Ասեք ցուցանեմ, սա վնաս է։ Որտեղ մենք այս ամեն ինչի մեջով անցել ենք ընդամենը 7 տարի առաջ։ Մենք էլ լավ հիշողություն ունենք ախր։ Դրանք առաջ։ Հիմա սա լսենք։ Կոչում ապեք, կունենաք, մեդալ ապեք, կունենաք։ Ամեն ինչ կունենաք, մենակ կեղծեք ինչքան հնարավոր է։ Փող ապեք, կունենաք։ Ամեն ինչ կունենաք, կեղծեք, արդարացեք, սրբագրեք, մեկ դուք ամեն ինչ կունենաք։ Վարչապետ Փաշինյանի այս խոսքերը հնչեցին 2023-ի հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ։ 2 տարի առաջ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 2020 թվականի իրադարձությունները միայնակ առանց ընդդիմադիրների քննող քաղաքացիական պայմանագիրը ի վերջո որոշի չհրապարակել գրեթե 4 տարվա իր աշխատանքի արդյունքները զուտ տեխնիկական պատճառաբանությամբ 200 Ընկերոջ հիշեցնեմ, որ ասում եմ առանց ընդդիմադիրների մասնակցության, որովհետև ընդդիմադիրները իրենք էին հրաժարվել մասնակցել այդ քննարկումների եւ այդ աշխատանքներին։ Ֆանտաստիկա, չէ՞։ Ռեջանոց զեկույց ուղարկելով արխիվ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում, Լիագումարում անհնարին էր, ժամանակ չկար, արտահերթ անեիք մի հատ։ Դրանից կարևոր բան կար, բայց չէ։ Գիտեք ինչի չարեցին։ Այո, որովհետև ոչ մի ձև չհաջողվեց իրականացնել այն ծրագիրը, այն պատկերը ներկայացնել, որը Փաշինյան Նիկոլը ուզում էր ներկայացնել, որտեղ բոլորը մեղավոր են բացի իրանից։ Եվ ինքը միակ սուրբն է, որ կարող է երկիրը տանի փրկություն։ Տեսան չի ստացվում ոչ մի ձև, որոշեցին ընդհանրապես ձեն չանել ու դարձան սերիական մարդասպանությունների գործի կոծկող։ Ասում են փաստը կա դավաճանության, փաստը կա սպանությունների, քննվել է, բացահայտվել է, բայց մեզ չեն ասում։
Իսկ կոծկում են, սրանից ավել ակնհայտ ինչ կարող է լինել։ Բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ազգային ժողովի առաջին բաժին։ Այդ ովքեր էին այդ շահագրգիռ իրավական կողմերը։ Հայաստանում միա շահագրգիռ կողմ կա։ Դա ժողովուրդն է։ Այդ ում եք ժողովրդի փոխարեն քննարկել ու որոշել եք, որ ժողովրդին պետք է չասեք ով է իր զավակներին տալիս սպանել, ով է իր հայրենիքը հանձնել թուրքին, թշնամուն։ Ձևակերպում է, չէ՞։ Որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ եւ ծանոթանալ զեկույցին։ Փաստորեն, տեսեք ինչ է ասում։ Չեն հրապարակել ոչ թե նամակ, որ ժամանակ չկար, ասեք եթե ժամանակ չկար, լավ, դնում ենք կայքում, ծանոթացեք, կամ արխիվ ենք տանում, բայց բաց է, կարող եք գնալ։ Փաստորեն չէ։ Դա էլ հուշ գաղտնի է։ Ասկի չհրապարակելու է, ինչ ժամանակ, ինչ բան։ Հարցը ժամանակը չի, հարցն է, որ դա հրապարակելու չի։ Հասկացաք։ Դժվար է ասել, թե այդ ինչ եզրակացությունների էր հանգել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը, որոնք ի վերջո ստիպել էին իշխանություններին հրաժարվել դրանց հանրայնացումից։ Քաղաքագետներից ոմանց կարծիքով քաղաքացիական պայմանագրում վերջին պահին հասկացել էին զեկույցը նախընտրական նպատակներին ծառայեցնել չի հաջողվի։ Ես ենթադրում եմ, որ միգուցե այս ինֆորմացիան կուտակված վտանգավոր է համարվում, որ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել տարբեր քաղաքական ուժերի կողմից եւ հաշվի առնելով, որ մտնում ենք նախընտրական փուլ, միգուցե դա է պատճառը։ Հայաստանը նախընտրական փուլ արդեն իսկ մտել է։ Դրա առաջին շատ հստակ նշաններն ի հայտ եկան արդեն շաբաթասկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Civilnet-ի եթերում չբացառեց իր եւ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև նախընտրական դաշինքի ձևավորման հավանականությունը։ Հայաստանի քաղաքական դաշտում միակ երիտասարդ անձը, ես տեսնում եմ Վանեցյան Արտուրին եւ պատրաստ եմ իրան օգնեմ, որ կայանա ինքը որպես քաղաքական գործիչ։ Վանեցյանի հայրենիք կուսակցությունում սակայն գոնե այս պահին վստահ են իրենց առաջնորդը կայանալու խնդիր, այն էլ Սամվել Բաբայանի օգնությամբ կայանալու խնդիր հաստատ չունի։ Այս պահի դրությամբ գործում է կուսակցության նախագահ Վանեցյանի այն հայտարարությունը, որ հայրենիք կուսակցությունը պատրաստվում է առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Civilnet-ին տված հարցազրույցում Սամվել Բաբայանին նաև հարցրեցին իրեն չի վանում արդյոք այն փաստը, որ Վանեցյանը 2021-ին դաշինքի մեջ էր Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ եւ այսօր էլ ոմանց կողմից նա այսպես ասած Սերժի մարդ է ընկալ։ Ոչ իման իրաց չի խանգարում։ Փաստորեն, տեսեք, եւս մեկ խաղացող կարևոր չի 0 քանի ձեն կտանի, բայց նպատակը ամբողջ համայնքի, այս համայնքի նպատակը ձայները փոշիացնելն է։ Արտուր Վանեսյանը լավ գիտի, չէ՞։ Որ ինքը բանը Նիկոլի Փոշտալյոնն է եղել։ Ամբողջ նախապատրաստական, ես էլ ասում եմ Արտուր, լսի, որ մենք հիշում ենք դա։ Հիմա քո գոլեգաները անպայման քեզ կասեն, որ էլի հիշացեցին, որ ամբողջ նախապատրաստական շրջանում պատերազմի դու ես եղել ու դու ես դա խոստովանել, ես չէ։ Որ դու փաթեթներ էիր տանում Ալիևից Նիկոլին, այսինքն դու ԱԱԾ պետն էիր, որ դու առնվազն պարտավոր էիր իմանալ ինչի մասին է խոսքը։ Պարտավոր էիր։ Հա, բայց դու քո վրա ես վերցրել ընդամենը լինես Պոշտալյոն։ Այդ հուշը որ նամակը տեղափոխվում է։ Դու դրանից հետո պետք է հրաժարվեիր կոնկրետապես բոլոր կոչումներից, մասնագիտական որակումներից, որ դու լինելով ԱԱԾ-պետ, քո ներկայությամբ նախապատրաստել են մի ամբողջ պատերազմի, ամբողջ դավաճանական պատերազմի սցենար։ Փաստորեն դու ոչ ինքնասիրություն ունես մասնագիտական, ոչ արժանապատվություն։ Այսքանից հետո ոչ հրաժարվել ես քո կոչումներից, ոչ ներողություն ես խնդրել ժողովրդից, այլ ասում ես, ես պետք է առանձին մասնակցեմ վարչապետի ընտրություններին։ Ես էլ քեզ ասում եմ, 0.1%-ը, հա, քեզ ոչ մի բան չի անելու։ Քո սանիկը քեզ ասես, չէ՞ ասեց։ Ալենդ, որ քեզանով մարդ էր դարել։ Քեզանով։ Ասեց դու կյանքում քաղաքական գործիչ չես եղել, չես էլ լինի։ Այն ուրացող է, բայց այդ ինչ կա, այն էլ կա։ Դու քաղաքական գործիչ չես եղել, դու կարող ես լինել օպերատիվնիկ, գոնե քո մասնագիտության մեջ, դու էդ էլ չես եղել փաստորեն։ Էդ էլ չես եղել, քո քթի տակ, իհարկե, եթե դու դրա մասին չես իմացել եւ չես մասնակցել այդ ամեն ինչին, տեսես, պահում եմ անմեղության վարկածը։ Որը մեկը, քեզ ոչ մի ձև չի արդարացնում։
Պաստոն դու ոչ քաղաքական գործիչ ես, ոչ օպերատիվնիկ ես։ Զերո։ Ոչ էլ Ալենի Քավորն ես, որ կասենք շարունակում մնալ, որ դրա համար քեզ ինչ որ բան տան, հա։ Բոլոր տեղերում նվաստացված ես։ Բանել Սամո Բաբայանն է, նույնիսկ Սամվել Բաբայանը պատրաստում է քեզ դաս տա։ Քեզ կայացնի, այսինքն դու նույնիսկ կայացած չես։ Հիմա հարց, տղա ջան։ Մարդ մի քիչ արժանապատվություն պետք է ունենա, էլի։ Շարունակ։ Կարա դուք իսկ քաղաքական դաշտում մեկին ցույց տանք, որ դրանց ավելի վատ սխալներ ունի արած։ Նիկոլ Փաշինյանը 19 տարի Պաստոն հիմա Սերժի Մարտ Վանեցյանի արդար ասում անանը, որ Նիկոլն էլ է Սերժի Մարտը։ Եթե Նիկոլը Սերժի Մարտն է կարա լինի իշխանության, ինչի՞ չկարա Վանեցյանը լինի։ Ձեր բոլորի թոշակի գնալու ժամանակն է, արջ բերդ։ Բայց առայժմ թոշակի։ Մենք միջև քննություն կասկածենք, որ տեսնենք որոտ իշխանով ինչ մեղք ունես համատարած դավաճանության ծամը։ Հրվելա որ գա հասնի տեղ։ Գիտես ինչքան սխալներ ա դրվել, ինչքան համագործակցել, ում հետ, նույն ձեր ասած Սեզարովիչի հետ համագործակցել ա, դες չի որ չի արել, այդ որ իհարկե ինում պատմում ենք որ չէ։ Բաց փաստեր, հստակ փաստեր չգիտեմ ես դրա մասին։ Ես ունեմ իմ փաստերը եւ ասենք 17 թվականի իրանց 10%, 7%, 8% ձայնը ոնց են ստացել, դες չի դա ոնց։ Սերժյանը նվիրել։ Իհարկե։ Քաղաքացիական պայմանագրում, սակայն այս շաբաթ իրենք էին զբաղված Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող քաղաքական գործիչների փնտրտուքով։ Მე պարոն Թաթոյանն եմ մտնում քաղաքականություն։ Տեսեք, Սերժ։ Նա էլ ոչ է կարող մեղադրել նախկին լինելու մեջ։ Այսինքն չի կարող մեղադրել նախկին լինելու մեջ։ Այդ երբանից Սերժ Սարգսյանի սրտի փոխնախարարներն ու սրտի միպերը դարձան չնախկին։ Չենք։ Այս չխանձած խոսը այս բարգավացի շունը տարածաշրջանում։ Ինքը մոռացել է, որ մամուլ կա, բան կա։ Փաստորեն բարգավաճը նախկին չի, մենակ հանրապետականն է նախկին։ Ու բարգավաճը հանրապետականին ասում է նախկին։ Իսկ ոնց դարավ։ Բայց դու այ բազմաչարչար, բազմաօգտագործված։ Բա դուք բոլորդ եք ՀՀԿ-ից դուրս եկեք, քեզանից սկսած մինչև Կոնջորյան։ Ոդիդ հետևը նայում եմ Պապոյան Գարիկով, ձեր բոլորի անցյալներն այնտեղ է։ Կամ բարգավաճ պուտանկեքից եկել է, կամ օրինակ երկրի, կամ հանրապետականի, որը մեծ հաշվով նույնն էր։ Որը մեծ հաշվով նույնն էր, նույն մարդիկ էին ստեղծել, որ այսպես խաղացնեին այսպես քաղաքական դաշտը։ Այս պարաստիտուտք մեկը մեկին իրար ասում է, «Էնի նախկին է»։ Դուք բոլորդ եք նախկին։ Կարող է բարգավաճը նախկին չի։ Սերժի Արման Թաթոյանն։ Ֆակտոր TV-ին տված հարցազրույցում, սակայն Վահագն Ալեքսանյանը գերադասեց չհիշել, որ 2016-ին Սերժի Արման Թաթոյանը օմբուդսմենի պաշտոնում ընտրվել էր նաև Նիկոլ Փաշինյանի քվեի շնորհիվ։ Պետք է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին ոչ թե կանխավարկածային անվստահությամբ վերաբերվել, այլ փորձել այնուամենայնիվ կիրառել կանխավարկածային վստահության ճանապարհը։ Եթե դրա համար, եթե դա հերքող, դա բացառող շատ ակնհայտ պատճառներ չկա։ Բա Առաջադրված տեխնատուի դեպքում ես նման պատճառներ չեմ տեսնում։ Արման Թաթոյանին այս շաբաթ պատահականորեն չէ որ հիշել էին։ 5 շաբթի հոկտեմբերի 9-ին նա Երևանում ներկայացրեց մի Հասկացեք, որ Արման Թաթոյանն է Փաշինյան Նիկոլի սրտի օմբուդսմենն է եղել։ Հիմա թե սրտի վարչապետի տեխնացուն է թե չէ, մենք էլ կիմանանք, որովհետև ես հրավեր եմ ուղարկել Messenger-ով Արման Թաթոյանին, որ ես պատրաստ եմ իրեն ուղիղ եթերում հնարավորություն տալ, որ ձեր հարցերին եւ մի հարցերի նույնպես պատասխանի, որ մենք հասկանանք ով ում սրտի վարչապետն է։ Եվ ինչ ենք ուզում ընդհանրապես մենք տեսնենք, ինչ ենք ուզում լսենք, ինչ կարող են իրանք մեզ ասել։ Նույնիսկ թեւեր կոչվող իր նախաձեռնությունը։ Մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու։ Ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Թաթոյանի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկն ըստ ամենայնիվ լինի Ադրբեջանի հետ հարաբերություններում խախտված հավասարակշռության վերականգնումն ու արցախցիների վերադարձը։ Ընդհանրապես արցախցիների, ավելի ճիշտ երկրորդ անգամ արդեն հայկական անձնագիր ստացած արցախցիների քվեները գրավելու փորձերը ըստ ամենայնի դառնալու են 2026-ի խորհրդարանական քարոզ արշավի գլխավոր առանձնահատկություններից մեկը։ Այսօր խորհրդանշական օր է, որ առաջիններից եք արցախները երիտասարդները այսօր մասնակցում Չինայությանը։ Առաջիկա ընտրությունների մասնակիցներից եւս մեկը
Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս շաբաթ որոշեց միանգամից երկու խնդիր լուծել՝ ցույց տալ իր առանձնահատուկ վերաբերմունքն Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին, միաժամանակ նրանց, այդ թվում անչափահասներին ներգրավելով Հատիս լեռան գագաթին կառուցվող Հիսուսի արձանի շինարարությանը։ Խոստանում Գագոնել է մասնակցում ընտրություններին։ Այսօր ինձ հարց տվեցին, ես ինչ կարծիք եմ իր մասին, ես ուղղակի պարզ պատասխանեմ, ով է Գագիկ Ծառուկյանը։ Սա ընդամենը պատերազմի, արյունոտ պատերազմից, ընդամենը 1-2 ամիս հետո այս հռետորության, այս տոնի հեղինակն է։ Արցախցիներ ջան, էսի մեր բոլորի սքի, որ մենք լացում էինք, առավոտից իրիկում ողբում էինք, հենց այդ ընթացքում, Գագիկ Ծառուկյանս, էս աղն։ Իհարկե մեկը կարող է մտածի բայ, երեխու աղսանիքն է, հա, երեխու աղսանիքն է։ Ու հնարավոր չէ հետազոտել, դե թքած ունի, կամ այս ամեն ինչից խուսափել։ Հա, շատ է սիրում ես, շատ։ Հա, ուղղակի սենց է ինքը հաղորդակից մեր ընդհանուր խնդիրներին և զգացմունքներին, կորուստներին։ Շարունակենք։ Ինչ նպատակ ունես, բայց ինչ ես ուզում դառնաս։ Ինչ ասեն են էլ կդառնա, էլի, Ծառուկյան։ Ոնց որ քեզ։ Ինչ ասում են էլ անում ես, էլի։ Դու չհոգնեցիր նվաստանալուց։ Քեզ ով չի ալալ է նվաստացելա, Ծառուկյան Գագո, լավ քո ինչին է պետք։ Արա առուստա ես գնա քո համար ապրելի։ Ինչի ես ամեն անգամ ընկնում, քեզ թույլ տալիս, որ քեզ սարքեն, նապաստակ առույց, առույցից նապաստակ, նապաստակից առույց, մտցնեն կոլբեն, հետո հանեն, հետո դու ասես շան տղա լինեմ, թե ես մեկը կուլ տամ, բայց էլի գնաց կուլ տաս։ Հասկանում եք, Հայաստանում փող ունենալ, շարունակել մնալ Ծառուկյան Գագո ինչքան դաժան է։ Դու անընդհատ այս բաների մեջով կամավոր տեղակամա պետք է անցնես, որ թողեն ապրես ուղղակի, թողեն բիզնեսներ շարունակես, որ չսննկացնեն, դու համակարգի մի մասն ես։ Սոսկալի է, եթե ես էլ ուզում մասնակցի, նշանակում է Հայաստանի ընտրական դաշտի փոշիացումը շատ ռեալ մասշտաբների այլում, շատ ռեալ բնակարար։ Զինվոր ու գեներալ, հա? Հա, գեներալ։ Շուշիից բերված հողը, արցախցիներն են փոխանցել մեզ, ուզում ենք, որ Շուշիից բերված հողը անպայման լինի Քրիստոսի արձանին։ Օրեն հիմա ցեխը լսնելուց մեր կուվետրոք լսեն, դա հետո այս կցեք, որ բոլորն էլ տեսնեն ու ցեխը կլսեն։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2026-ի ընտրություններից առաջ ոչ Հիսուսի արձան, ոչ էլ նախընտրական դաշինք կառուցել չի պատրաստվում։ Հոկտեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ նա հստակորեն բացատրում էր իր ղեկավարած քաղաքական ուժի գլխավոր շարժիչ ուժը ոչ գերբնական ուժերն են, ոչ էլ դաշնակիցները, միմիայն սոցիոլոգների տրամադրած տվյալները։ Սենց ասեմ, բոլոր համենանդեպ սոցիոլոգիայով մի քիչ վերևներքև այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան։ Բավական, սենց ասեմ, շատ չեն զիջում ԿՊ-ի։ Բավական փոքր սենց մարժայով է ԿՊ-ն դեռ առաջ։ Բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավել են, քան մեկը դուք եք, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի տրամադրությունը պիտի գցեն։ Քեզ սխալ են զեկուցել, Ռոբիկ։ Դու ընդհանրապես չկաս, 6%-անոց տղա ես, 6։ Դա ոչ ասեն, էլի սխալ եմ ասում, մեկ վայրկյան գտնեմ։ Խնդրեմ, հա, սիրում եմ էլ այս YouTube-ի հնարավորությունները։ Եվ այսպես մի հատ տեսնենք քանի հոգի է քվեարկես։ 16000 հոգի, Քոչարյան Ռոբերտ։ Քվեարկել է Քո, Փաշինյան Նիկոլի, Սամվել Կարապետյանի եւ Վարդան Ղուկասյանի դոկի համար։ 16000 հոգի, որտեղ Փաշինյան Նիկոլը ինչպես միշտ ունի 15%, դու ընդամենը 6%, այսինքն դու ընդհանրապես չկաս այս խաղի մեջ, չկաս։ Սամվել Կարապետյանը ավելի շատ, քան Փաշինյան Նիկոլը, 19%։ Իսկ դուքը 59%, այսինքն դուք բոլորդ համախառնի եք, դու Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը, բոլորդ եք, կարա Սերժին էլ մտցնես ընդեղ։ Դուք ինչ եք ասում։
Սամվել Կարապետյանը Նիկոլից առաջ է։ Այն որ դու չկմեղանում ես, որ ասես չէ, ինքն էլ ձայն չունի, ինքն էլ իմ նման տղա է, չէ։ Սամվել Կարապետյանը 3 անգամ քեզանից շատ ձայն ունի։ Այսինքն դու նույնիսկ Սամվել Կարապետյան չես։ Հա, դու դա պետք է իմանաս։ Դու չկաս։ Քոչարյան Կոբր։ Սամվել Կարապետյան չես։ Սամվել Կարապետյանը հələ բան չի ասել, 3 անգամ շատ ձայն ունի։ Այսօրվա դրությամբ սակայն Սամվել Կարապետյանի թիմի ընտրություններին մասնակցության վերաբերյալ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Կարպիս Փաշոյանի հետ ավելի քան 2 ժամ տևած զրույցում Տաշիրի սեփականատիրոջ եղբորորդին Նարեկ Կարապետյանը եւս որևէ հստակություն չմտցրեց, նշելով միայն, որ մեր ձևով շարժումը կուսակցության վերածվելուց հետո կարող է գնալ այլ ընդդիմադիր ուժերին ու գործիչներին մեկ դրոշի ներքո համախմբելու ճանապարհով։ Կոնսոլիդացիայի տարբերակ լայն կոնսոլիդացիայի հնարավոր է քննարկվում է, բայց այդ կոնսոլիդացիայի մեջ մենք չենք տեսնում մեր կողմից շատ հարգված մարդկանց, որոնց մենք համարում ենք, որ այդ կոնսոլիդացիայի մեջ այսօր արդեն մենք չենք տեսնում։ Սերսայսյանին տեսնում եք։ Այս этаպում ոչ Սերսայսյանին չենք տեսնում։ Ռոբերտ Քոչարյանի։ Ոչ։ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ձեռնպահ կմնամ պատասխանել այդ հարցին։ Էդմոն Մարուկյանին։ Եվս ձեռնպահ կմնամ պատասխանել այդ հարցին։ Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուկյանը սակայն բացարձակապես վստահ չէ, որ ընդդիմադիր առաջատար ուժերին, այդ թվում Սամվել Կարապետյանի կողմնակիցներին ընդհանրապես թույլ կտան մասնակցել առաջիկա ընտրություններին։ Նայ, այն հարցումները, որ մենք ունենք, որ մենք տեսնում ենք տենդենսները, չէ՞, ընդդիմադիր դաշտի այս վերափոխումները տեղի ունեն, ինքն էլ ունի։ Եվ իր հետևությունն ինչն է, որ ինքը կրվում է։ Որովհետեւ չկրվի ինչ պետք է անի։ Պետք է միջոցներ ձեռնարկի։ Մինչև ընտրություններ կարող է դու էլ լինես նստած, ես էլ լինեմ նստած, ով կա սաղ նստած լինեն, մի հոգի որ կմասնակցի ընտրություններին, այցը չգրանցի։ Փաստորեն Նիկոլի Էդմոնը, ուրեմն Ծառուկյան Գագոյի Էդմոնը, Սերժի Էդմոնը, Նիկոլի Էդմոնը ինքնին դիրքավորել է որպես ընդդիմություն, ու ասում է կարող է ինձ էլ դատել։ Էդմոն, դու լուրջ վստահ ես, որ ամբողջ ժողովուրդը այս կարգավիճակում, հա։ Այդմոն։ Թե ոչ մտածում ես ընտրություններից առաջ մի ամիս ոսկեցիր բան անել, դժգոհել Փաշինյան Նիկոլից դու դառար ընդդիմադիր։ Դու լուրջ մտածում ես, որ ամբողջ ժողովուրդը, մի ամբողջ 2-3 միլիոն այս կարգավիճակի մեջ է, հա, դե կա 15%։ 15%, բայց դա քոնը չի։ Դա Նիկոլինն է։ Որինքը երջանիկ այսպես ցախի կողքը պարկածա։ Երջանիկ անասունի նման սպասում է եփեն իրան մատաղանելու։ Հա, բայց դա քոնը չի։ Այ։ Գնանք։ Կմնա Նիկոլը, Ալենը, Վագն Ալեքսանդրյանը, բանը դրոշներով հայտներով ասած գորգորալով ման կգան, ինչ որ քրեատիվներ կգրեն, ասեն, «Սա մենք ընտրվելու»։ Դա սակայն մի ուժ, որին իշխանությունները հաստատ չեն խանգարի մասնակցել առաջիկա ընտրություններին, Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը։ Քաղաքացիական պայմանագրի կրտսեր գործընկերն այս շաբաթ կրկին հանրայինում էր, որի եթերում պատմում էր այն լուսավոր անգամ պայծառ հեռանկարների մասին, որոնք կբացվեն ամերիկացիների։ Ամերիկացիների։ Դեմքն է, կարա սա այդ մարդ լիներ։ Մարդ։ Ասա ընտանիք ունի, չէ՞ կարծեմ, թողնել ունի երևի։ Հարամ, բա, ընտանիքի տղամարդը մարդ չլինի։ Այս կարգի սողուն, այս կարգի լպրծուն։ Սյունիք մուտք գործելուց հետո նախ եւ առաջ ներդրումների տեսքով եւ ոչ միայն Հայաստանի հարավում։ Միացյալ Նահանգները ասում է ես գալիս եմ Հայաստանում զվարթնոց օդանավակայան ընդլայնում եմ 500 միլիոն գումար եմ դնել։ Ինչ։ Սա է վստահ, որ ժողովուրդը այս սենց է, գիտես։ 100% վստահ, որ իր պատկերացած ժողովուրդը, դե եթե մեկը Պետրոս Ղազարյանն է լսում ու հավատում է, 100% է սա։ Մի խոսքով ինչքանով հասկանում եմ, այս մասայի համար 15%-ի համար պայքարում է Նիկոլը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուկյանը։ Պատկերացեցիք։ Հիմա չգիտեմ, այդ 15%-ին սրանք ոնց են կիսելու իրար մեջ։ Այ դժվար է լինելու իրենց համար։
Ինչպես ով ասել։ Այդ արդեն համացանցում կա դրած Միացյալ Նահանգների ավիացիոն ընկերություն այսօր հայտարարություն է արել համացանցում կա նախագծերը դրված են խնդրեմ կարող եք նշեմ սակայն որ այն ինչ հանրապետություն կուսակցության առաջնորդը փորձում էր ներկայացնել որպես ամերիկյան պետական ներդրում իրականում կորպորացիոն Ամերիկա Airports արգենտինական ընկերության 10-ամյա ներդրումների ծրագիրն էր Էդվարդ Վերնեկյանին պատկանող այս ընկերության կազմում է նաև Զվարթնոտ օդանավակայանը որի գործադիր տնօրեն Մարցելո Վենդեն մինչև 2035 թվականը կես միլիարդով եւս մեկ տերմինալ կառուցելու մտադրության մասին խոսել էր սեպտեմբերի վերջին ավստրիական Forbes-ի հետ զրույցում։ Սենց ստոր կենթանի անամոթ պրոստիտուտկա էլ ինչ ասես ասում։ Թողներեն ինձ մարմնավաճառները։ Փաստը Միացյալ Նահանգների պետական ավիափոխադրողական ծառայությունն է հայտարարել։ Ասեմ Միացյալ Նահանգները տեղյակ չեն։ Միացյալ Նահանգների վրա ով բանա դրել, հույսա դրել, էնել Թրամփի։ Թրամփը երկու օրվա մեջ կարողացավ անես տապալել երկու օրվա մեջ։ Անես տապալել ամբողջ stock market-ը։ Այսօր մեկ ինքնասպան է եղել։ Ամերիկայում Թրամփի պատճառով ինքնասպան են լինում, այսինքն անասունները Հայաստանում այն 15% մասային այս մասային համոզում են, որ դու լավ ես ապրելու։ Մի մարդու խոսքի վրա, ով իր երկիրը անես վիճակի մեջ է գցել։ Մարդիկ միլիարդներով փող կորսեցին այս երկու օրվա մեջ։ Միլիարդներով, ես զուշացնում եի։ Ես ասում եմ, որ այս տավարի իրականացած քաղաքականությունը սա կատաստրոֆա է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Առաջին հերթին քաղաքական ու անպայման բխելու է տնտեսական հետևանքները։ Ես միշտ այդ ինչքան ժամանակ է 9 ամիս է, եթե ոչ ամեն օր շաբաթը մի քանի անգամ ասում էի, որ այս սրա հետևանքները սոսկալի է լինելու տնտեսապես Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այն ինչ որ հիմա կատարվում է, այն ինչ որ ինքը անում է ամենօրյա ռեժիմով, որ ոչ մի թշնամի, ոչ մի ագենտ սենց չէր կարող քանդել այս երկիրը, ոնց որ Թրամփը։ Ու սա դեռ վերջը չի։ Բայց Հայաստանում կա սենց եւ մեկ էլ սենց որ իր ջան են ասում, ջան են լսում։ Արամ Սարգսյանին կարա լսի ու հավատա բացառապես այն կինոյի մեջ է բագաժնիկի մեջի գառը։ Եթե երիտասարդ է, մեծ է արդեն ինքը էլ գառ չի, գիտեք ինչ։ Երջանկության բյուջե 2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այսպիսի անվանում էր ստացել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Սրանք երջանկության բյուջե ունեն, բա։ Երջանկության բյուջե ունեն, որտեղ մարդիկ մի տարի առաջ հաց են արել, չեն կարողանում փողը տան։ Սրանք երջանկության բյուջե ունեն։ Որտեղ դա վերաբերում է բացառապես իրանց այս հայացքով։ Այս ռոպոտ հետքում հրապարակված հարցազրույցում մենք առաջիկա տարիներին պետք է այս ուղղությամբ շարժվենք եւ մեծացնենք այդ երջանկություն բերող ենթակառուցվածքները։ Կառավարության ներկայացուցիչներն ի դեպ պնդում են, որ շուրջ 200,000 պետական ծառայողներին 200,000 պետական ծառայողների բնականաբար երջանկացնելու գումար բյուջեում եւս կա գումարը կա, իսկ աշխատավարձերը բարձրացնելու քաղաքական կամք կարծես թե ոչ այնքան։ Հասկացաք 200,000 պետական աշխատողների համար երջանկացնելու բյուջե ունեն, բայց մարդը օրական հաց առնի, դրա համար բյուջե չկա։ Թքած ունենան այս մարդկանց վրա։ Բառացի թքած ունենան, ընտրություններից առաջ կտանեն կասեն դու մեռնում ես, չէ՞։ Հիմա սոված մեռնում ես, չէ՞։ Նույն բանը արել է ինձ Գորկին, գիտեք, Գորկին։ Որ Մոսկվայում սով էր, դա հացով, հացի դիմաց։ Մարդկանց անտիկվարիատներն էր առնում, որովհետև բոլշևիկ Գորկին փող ուներ, ինչքան ուզեր։ Ինքը հացի դիմաց նկարներ կա, որ ամբողջ ցարական էս ընտանիքների եւ կից ընտանիքների հարստությունը փռած է սենյակում դնելու տեղ չունի Գորկին։ Սրանք հիմա նույն բանն են անում։ Այս մարդիկ հացի փող չունեն, իրանք 200,000 պետական աշխատողի երջանկացման բյուջե ունեն։ Ստականքին է։ Մենք որովհետեւ նոր առիթ ենք տալու, որ ասենք Հայաստանի ակտիվ հանրության 97%-ը իմացած բոլոր հայհոյանքները ուղղի մեր հասցեին։ Այս շփոթ իրեք այդ բարձրացումը նոր առիթ ենք տալու։
որ հանրության ակտիվ մասը իր բոլոր հայոյանքներն ուղի մեզ։ Մարդը պարզ ասում է, այդ բյուջեն երջանկության բյուջեն, բայց դա պետական աշխատողների համար է։ Ինք իրան պետքա 200,000 այս կարգի անասունի ձեր ստանա, ցեն։ Որ ասի, տեսեք, աղբի ջան, այս պետությունը ձերն է, այս պետությունը տարեկան 1 միլիարդ քանում է վարկի տեսքով։ Ամուրսալներ քանդելու է դու ջուր, օդ, բանջարեղեն, միրգ, ոչ մի բան չես ունենալու ուտելու։ Դու պետք է մեռնես, քո երեխաները պետք է քասկերով մեռնեն, բայց ես այսօր քեզ բյուջե եմ տալու երջանկության, որ դու 1 տարի երջանիկ ապրես, ինձ ընտրելով, վերընտրելով։ Ջանդամ թե մեզ վերջի հայոյանքները չեն տա, գրողին թե քո բանը սերունդներն քասկերից չեն մահանա։ Դու էլ ան երկիր չես մնա։ Պարզ ասում եմ, դրա համար մեզ հայոյել են աշխարհի վերջի հայոյանքներով։ Դեպ արձանագրվեց Փաշինյանի կառավարության 2025 թվականի գլխավոր տնտեսական ձախողումն։ Իշխանությունները ստիպված էին հրաժարվել եկամուտների պարտադիր հայտարարագրման գաղափարից, այն որ ծրագիրը կատարելապես ձախողվել է վկայում էր նախև առաջ վիճակագրությունը։ Մինչև նոյեմբերի 1-ը պարտադիր հայտարարագրման ենթակա 700,000 քաղաքացիներից այդ պահանջը կատարել էր միայն 92,000-ը։ Այս ձախողումն իշխանությունների համար ել ավելի ցավոտ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դեռ մի քանի ամիս առաջ վարչապետ Փաշինյանը եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրումն էր անվանում պետություն ունենալու կարևորագույն ցուցիչներ։ Ժողովուրդ, մենք պետք է դադարենք ֆորպոստ լինելուց։ Բա։ Մենք պետք է դադարենք հպատակ լինելուց։ Մենք պետք է պատասխանենք։ Մենք հպատակ չենք եղել այն բոմժ։ Այ հիմա դու ես հպատակի նման կանգնած ընդ, դու ես հպատակի նման ապրում։ Մենք հպատակ չենք եղել։ Ֆորպոստը դու ես, ուղեղը տա։ Մարդու ֆորպոստ լինելը գլխի մեջ է։ Մենք մի բաց հարցի։ Մենք ուզում ենք ունենալ պետություն, թե չենք ուզում ունենալ պետություն։ Մենք ուզում ենք ունենալ ինքնիշխանություն, անկախություն, թե դա մեզ համար ընդամենը ֆուտլյար է։ Դա։ Եթե ուզում եք, հարկերը մուծեք, որ ես երջանկության բյուջե տամ աշխատողներից։ Վերջ, ուզում եք պետություն ունենալ, թե չէ։ Այ, սա դու չի եմ, ոնց ուզում եք կոչեք։ Այ այս ամեն ինչին հավատացողներին սա էլ է քիչ։ Իրոք քիչ է։ Բայց անասունները մի բանով պետք է սնվեն, թե չէ։ Այս ամեն ինչին հավատացողներին այս ամեն ինչը քիչ է։ Ես այսօր հպարտությամբ Բա, հպարտ ենք։ Որ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել։ Մենք այսօր չենք գնում մեր պետության համար ձեր պարզում սրան նրան։ Մենք այսօր մեր պետության համար ձեր ենք պարզում մեր քաղաքացուն։ Հասկացաք։ Վերջ, թավ ձևը, այսօր ինք այդ պետության համար ձերապարզում այդ քաղաքացուն, որ հացի փող չունի, ինք է ձերապարզում այդ քաղաքացուն վերջի կոպեկներ քաշի տանի, որ երջանկության բյուջե տա 200,000-ի աշխատողներին։ Վերջ, գնացեք հիպոթեկով տանել արեք, ինչ ուզում եք արեք։ Դու հաս չունեցողը պարտավոր ես պահել քո թունավորելու, քո սպանված զավակի, քո կորցած հայրենիքի հաշվին ինձ աղբեր։ Սանց բանը է դա։ Եվ այս ամեն ինչը դուր է գալի, ոնց իր 15%-ին։ Տեսնենք ժողովուրդը ինչ ասում, ոնց ասում ես հանգամանքում իրան։ Իսկ ոնց եք զգում, երբ որ լսում եք, որ Նիկոլ Փաշինյանը ասում է հարկ վճարողը թիվ 1 հերոսն է, այսինքն դուք հերոսներ եք։ Դե ես հերոս եմ, տամ ինքը ծախսի։ Իրանք ծախսեն, բայց մենք հերոս ենք։ Մենք աշխատենք, իրանք ուտեն։ Հա, բայց ցավը տանեմ Նիկոլ Փաշինյանն ինչ արե։ Վերջ։ Այս այդ պատասխանը քեզ, Փաշինյան Նիկոլ։ Էս էլ լսի։ Ամենավատ խոսքը իշխանություններից, այսօրվա։ Էս Նիկոլի։ Ամենավատ խոսքը իշխանություններից, այսօրվա։ Էս Նիկոլի։ Թող հեռանա։ Թող այս երկիրը չպղծել։ Ասում է, եթե ժողովուրդը դուրս գա փողոց ու պահանջի իմ հեռանալը, կհեռանամ։ Թե կձերբակալվի այդ ժողովուրդը, կապը չարծվի։ Էտա, այս բերետերի, սաղին, պոսպահող տղերքի կոպեկներա տալի, բերետերի միլիոններա տալի։ Էտա իա ճիշտը։ Միջելոց ես տեղեկացնեմ, պոսպահող տղերքի աշխատավարձը կրճատել այս տականքը, ու մարդիկ ստիպված աշխատանքից դուրս են գալիս։ Մենք պոսպահողը չունենք։
Սա իմանալա պետք։ Սա սպանում է երկիրը, լսում ես 15%։ Լսում ես այ մատաղացու։ Սա սենց քո նմաններին տանում է գերի բերան, գրողի ծոցը դու, մենք էլ ենք այդ վիճակում հայտնվելու։ Որովհետև բնակչության մի 15% սրա մեջ մտնում են բոլորը, ովքեր աշխատում են իրավապահ մարմիններում, ԱԱԾ, քննչական, դատախազական, իրավապահ մարմիններում ինչքան աշխատող կա, մտնում է 15%-ի մեջ ու ապահովելու է իր երեխեքի, իր հարևանների, իր բարեկամների, իր ընկերների երեխեքի, ընտանիքների ապահով մատաղացու լինելը ճակատագիրը։ Դե դուք այդ գնահատականը տվեք, որ փողոցում մեկով մեկին տեսնում եք ոստիկանի համազգեստով կամ ձեր ընկերնա բարեկամն հետ հարցրեք էլի։ Դու այդ 15%-ի մեջ ես արա։ Դու ինձ իմ երեխուն տանում ես այս վիճակով հանձնես Թուրքի։ Ժողովուրդ ասպատու գակի բացել չի, սավի տու գալը բա։ Էսի աս թիպ չի, որ ղեկավար ես երկիրը։ Էսի թուրք ասպատա տարում էսի։ Այսինքն նաև դեպքը կապում եք Փաշինյանի ոչ պատշաճ ղեկավարման հետ։ Այո, անմիջապես ինքը կապ ունի։ Ես խմբի հետ։ Հիմա ասում է Ալիևի հետ ընկերացել են, ընկերներ են, խաղաղության օրակարգ է կառուցում։ Գերադար, այ քուչա, թուրքով ա որ մեկը գերադար Թուրքի հետ։ Թուրքով ա որ գաստե ամրի։ Իմ դրա դեպը գա թուրք մը, դա, ես կարամ ավրեմ։ Խալեն Սիմոնյանը չբացառեց, ասում է մոտ ապագայում հնարավոր է Երևանի խանութներում Բաքվից վերած ապրանք։ Պայ կամիք հետա թուրքերից ամրի։ Ստեյս թողեցա Թուրքի ամրը։ Ադրբեջան թողեցա ամրը, լավ է զգվիակ։ Սա էլ իմացեք, այս վիճվածքին հիշում եք, սա անմազգանը Հակոբ Ասլանյանն է, այս են վիճվածքն է, որին ավտոբուսի մեջ ճանաչել էին, ասել են այ վիճվածք, այս տենց էլ ասել են, ասեն տղերն էլ գիտեր, որ էսի վիճվածք է, հետաքրքիր է, չես ասում, ավտոբուսում ճանաչում են, հայտնի վիճվածք է փաստորեն սա։ Երևի հիշում եք, հետո այդ տղուն սրանք կալանավորնել տվեցին, այդ միլիցեք է, դրանց կարելի ասել միլիցա, չգիտեմ, ինչ ասես կարելի ասել։ Դաժանաբաց ծեծեի ենթարկել, հալի մի հատ էլ կալանավար տանելուց առաջ կանգնացել են փողոցում, էլ եկել ծեծել էին, ահա որ, վիժվածքին վիժվածք ասելու համար։ Մեզ անասունին, հանեն շպրտեցին դուրս, հետո հետ բերեցին, վերջի ստորացումներով իմ էլ բան են արել։ 71-ամյա այս անասունի դասատու են կարգել դպրոցում, 63-ամյա թոշակառունին մարդուն գործից հանել են, ասել են քո թոշակի ժամանակն է, 63 տարեկանին հանել են, 71 տարեկանին դրել են ընդեղ, որովհետև ինքը զտալյուն կպայական ասենք էլի, զտալյուն տականք, հիմա ես դպրոցի, ես չգիտեմ ես որ դպրոցում է, հիմա ես այդ դպրոցի դասատուներին եմ ուզում հարցնեմ, կոլեկտիվին, այս անասունին ոտենակ դուք բարև եք տալու, ձեր 63 տարեկան կոլեգային հանելա, այս վիժվածքը 71 տարեկանով գա, հիմա դուք սրան բարև եք տալու, կամ այդ դպրոցի երեխեքին, երեխեք չեն, դուք ես տականքին տենա դպրոցում, իրավունք ունեք հիշացնեք ինքը ով է, ուղղակի անկեղծ հարցնեք, ասեք կներեք, դուք են պատգամավորը չեք, որ ավտոբուսում ճանաչել էին, ասել են, այ վիժվածք եսի դու չես, Ատենց, մեղմ հարցրեք, ասա ճիշտ է, դուք չեք ասել, որ ձեզ ավտոբուսում ճանաչել էին, ու ասեցին վիժվածք ես, ձեզ բարի դեմքով, որտեղ սրանք ոչ ինքնասիրությունն են, ոչ մի բան, սրանք մարդու կատարյալ ոչնչություն տեսակն է, չգիտեմ, բնությունը ոնց է կարողանում սենց բանը ստեղծի, ու ոչ մեկ օրինակով ցավոք սրտի։ Ապես հաղորդման վերջում եմ այսօր կարճ եմ ուզում անենք Բռնապետին ստեղծում է հանդուրժող հասարակությունը, լռող հասարակությունը, ենթարկվող հասարակությունը։ Երբ բռնապետները որպես օրենք բոլորը վախկոտ, ողորմելի,
այսպես սահմանափակ ուղեղի տեր մարդիկ են եղել, պատմությունից դեռևս հայտնի է։ Երբ այդպիսի մեկը, որ բազմաթիվ բարդություններ ունի անլիարժեքությամբ, տեսնում է, որ դիմադրություն չունի, խփեց 100-ին։ Որովհետև սրանք զզվելիները, այդ վախկոտները ոչնչություն են, ոչ իման, եթե չեն զգում, որ դիմացին իրանցից վախենում է։ Իրանք դառնում են միանգամից սենց մեծ մի զիբիլ, երբ որ զգում են դիմացինը իրանից վախենում է։ Հասկացաք, ու դրանք միանգամից զգում են։ Այսինքն սրանց դեմ պայքարելու մի ձև կա, չվախենալը։ Իրանք սնվում են մեր վախից, մարդկանց վախից, որտեղ իրանք ոչնչություն են, իրանք կյանքում իրենցից չվախեցողի վրա չեն արծում։ Սա աքսիոմա է։ Նա բաց է թողնում իր բոլոր հնարավորությունները, մեկը, որ բազմաթիվ բարդություններ ունի անլիարժեքությամբ, տեսնում է, որ դիմադրություն չունի, նա բաց է թողնում իր բոլոր հնարավորությունները, որոնք ի դեպ գալիս են հենց այդ բարդություններից, այսինքն լինելով ողորմելի, փորձում է ուրեմն զորություն ցույց տալ մարդկանց մասսաների հանդեպ, լինելով ստորացված ինքը, փորձում է ստորացնել։ Այո։ Եվ քանի որ խոստացել ես, որ երկար չի լինելու, կարճ եմ խոսելու, ես վերջում լսենք մեր այնակցին ու սանով ենք նստենք։ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասած այդ համաձայն չէ։ 4-րդ հանրապետություն է ստեղծում։ Ըստ ձեզ ո՞րն է դրա նպատակը։ Ինքը Ադրբեջանն է ստեղծում, փոքր Ադրբեջանն է ստեղծում, 4-րդ հանրապետություն չի ստեղծում, կներեք։ Ինքը երկրորդ Ալիևն է, երկրորդ Էրդողանն է, նրանց դեսպանն է Հայաստանում։ Իսկ ի՞նչ կտա դա հայերին։ Ի՞նչ։ 4-րդ հանրապետություն։ Ոչ մի լավ բան։ Ոչ մի լավ, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը վնաս է հայերին եւ ի օգուտ է ճշնամիների։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Չէ, համաձայն չեմ։ 4-րդ հանրապետություն է ստեղծում, ձեր կարծիքը ո՞րն է դրա նպատակը։ Այսինքն 4-րդ հանրապետությունն է։ Դե 4-րդ հանրապետություն է ստեղծում, 3-րդ հանրապետությունում եղել են անկախությունը, պատերազմները եւ այլն, հիմա ասում այդ էջը փակում ենք եւ ստեղծում են 4-րդ հանրապետություն։ 4-րդ հանրապետություն։ Այսինքն դին ուզում եմ մոռանա, հա։ Չէ, համաձայն չեմ։ Ես տեսանելից հեռու գիտեմ։ Ասում 4-րդ հանրապետություն պետք է ստեղծենք։ Ես ժամանակ չունեմ, որ հերոսատեսություն չեմ նայում իսկի։ Չէ, ես պիտի հասկանամ այդ ամեն ինչի մասին, որ մի բան ասեմ։ Անկախությունից բռնած միջև այս տարիները փակել եւ բացել նոր էջ 4-րդ հանրապետություն ստեղծել։ Չեմ հասկանում ինչ պիտի լինի, որ հասկանամ կա։ Այո։ Այո։ Այն մարդկանց համար, որոնք փորձում են լոգիկա գտնել, հա, իրենց միամտության սահմաններում, որ փորձում են իմաստ գտնել այդ գործողությունների մոտ, իրենց համար անհասկանալի է, եւ չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Իսկ այդ մարդիկ, որոնք լավ ճանաչում են Փաշինյան Նիկոլին, իր գործողություններն, նրանք շատ լավ հասկանում են ամեն ինչի համար։ Մարդ, որ լրիվ քանդեց, ավիրեց երրորդ հանրապետությունը, մտածում է այ 4-րդը լավ է լինելու, հա, որտեղ 4-րդը արդեն լինելու է այն ինչ որ թուրքերին պետք է։ Անհիշողություն, անսրբություն, առանց պահանջ, առանց Արցախ, մի խոսքով։ Մի հատ իմպոտենտ պլաստիկ բան, ասենց գոյացություն, պլաստիկ իմպոտենտ գոյացություն, որ ոչ զգացմունք ունի, ոչ հիշողություն ունի, ոչ պահանջատիրություն ունի, ոչ մի բան չունի։ Իմպոտենտ մեկ գոյացություն։ Այդ պարագայում մտածում է ինքը տեղ կարա հանգիստ տեղավորվի։ Ես դա փոխանակ խորհուրդ կտայի ինքը այսօրվանից քներ ամեն քնելուց առաջ եւ ոչ միայն ինքը բոլորը իր շրջապատում սկսեն մտածել ինչ են անելու այն առավոտ, երբ որ բարձրի իրենք այլևս իշխանություն չէ։ Թող այս մտքով ապրեն, քնեն, արթնանան, աշխատեն այս մտքով։ Ես վստահ եմ, որ դրանցից շատերն միջև ընտրություն ուղղակի չեն դիմանա։ Կհայտնվեն հոգեբուժարանում։ Դա համար խորհուրդ եմ տալիս, մտածեք, ինչ եք անել են առավոտ, երբ որ բացվի, որ դուք արդեն իշխանություն։ Իսկ դա ոչ ոք չի կարող պնդել, որ դա հնարավոր չի։ Ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ դա հնարավոր չի, որ դուք անպայման ընտրվելու եք, անպայման վերարտադրվելու եք, սենց յուղի նման ամեն ինչ հարթ գնալու է։ Ոչ մեկ դա ձեզ չի կարող երաշխավորել։ Այսօրվա մանրասկանը կներեք, էլի ոնց ուզեցա կարճ խոսեի, էլի 1 ժամ 4 րոպե խլեցի ձեր ժամանակից։ Լավ մնացիք։